Այդ աղաշի թունեմ բերանատ, իշխերիս այդ աղա, ով է դες խոսում դծակ, կնակ թունեմ լավիտ բերանը, բոզի տաղա, տունետ քունելու եմ տունետ ծծծնեմ, ղախպի սերունդ, քունեմ գոմիտ բերանը, այդ աղա քունի մամատ բոզի տաղա, դավասիկ դի տունետ ծծծնելու եմ, դու փորձ աշխատավարց միտուշ, քունեմ ցեղըտ։ Քաղաք կապան, ուրա, քաղաքապետ Գևորգ Փասյան, Ռոբիկական, Ուրեմն մի կողմ թողենք, այսինքն մենք հիմա տեղեկությունը ստացել ենք, որքանով է ճիշտ, որքանով է սուտ, ուժային կառույցներ են, հեսա վեր են ընկած, թո պարզ են։ Գրում են մարդիկ, պարոն Ղուկասյան, ուրեմն Կապանում գործող կազինոներում եւ ստրիպտիզ կլուբներում վաճառվում է նարկոտիկ, որի հովանավորներից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փասյան։ Ինֆորմացիան ունի ճշտման կարիք ունի։ Բա հիմա դուք սրանով զբաղվում եք, միանշանակ կարող եմ ասել, որ ոչ, չի զբաղվում։ Հեսա կապացուցեմ։ Ես հեսա կապացուցեմ բազ ու քեզ կծսնեմ։ Ուրեմն Արցվանի գյուղ, ուշադիր։ Պոչամբարի մոտ, այդ պղնձամոլիբդենային է գրողու սև ցավա, Պոչամբարի մոտ կառուցում են դպրոց եւ մանկապարտեզ։ Պոչամբարի մոտ, որ այդ երեխեքը ամեն մեկը մի 5-7 10 տարի հետո մեռնեն, ռակից կմեռնեն, ցանկացած հիվանդությունից։ Ուրեմն ծնողնիքը գնացել են մարզպետի մոտ, ոչ մի արձագանք, որ ոնց եք տանում, թույնի բերան կառուցում եք դպրոց ու մանկապարտեզ։ Սա Ադրբեջանի ծրագիր է, միանշանակ։ Դպրոց մանկապարտեզ որ կառուցում են կողոպիտի մաքուրոտելներ, անտառնի բնություն չէ, ուղիղ Պոչամբարի մոտ։ Եվ Դավիթ Բեկ գյուղի 46 երեխեքը, Արցվանիկ գյուղի երեխեքը եւ այլն ցաղի դպրոցները փակել են եւ կենտրոնացել են այդտեղ Պոչամբարի մոտ։ Հիմա, եթե Գևորգ Փասյանը գործող քաղաքապետը ընդդիմադիր Ղախպի տղայապ, չէ, Ռոբիկականա, բա ուրա, ձեն ուրա, ինչի չի հելնում ասի, ես ինչ եք անում, Պոչամբարի մոտ, թույնի մոտ բերել եք դպրոց ու մանկապարտեզ եք բնակառություն, ես ուզում եմ դիմեմ այդ ծնողներին, այդ նույն Արցվանիկ, Դավիթ Բեկ, գյուղի բնակիչ ծնողներին, որոնք որ իրանց երեխաներին ուղարկելու են այդ դպրոցը, որը գործելու է անմիջապես Պոչամբարի հարևանությամբ։ Ձեր երեխաները ընդամենը մի քանի տարի հետո լավագույն դեպքում մեկը մեկի հետևից համալրելու են երկնային գրասենյակը։ Եթե ձեր երեխաների առողջությունը թանկ է ձեզ համար, այսինքն դուք չեք դասվում այն ծնողների շարքին, որոնց երեխաները վառվան, քրքրվան, ծակրտվան 44 օրյա պատերազմի ժամանակ, 10 միլիոն դրամը ստացան, գնացին Զանավեսկա, ջիպ, տուն ռեմոնտարին եւ ուրախացան, որ Նիկոլ Փաշինյանը իրանց 10 միլիոն դրամ է տվել, ուրեմն ինչ ասեմ, դուք պիտի առնվազն ձեր երեխաներին չթողնեք, որ գնան այդ դպրոցները։ Դուք պիտի ամեն ինչ անեք, որ մոտակա ընտրությունների, ես որովհետեւ զգում եմ, որ դա լինելու է 25 թվականին։ Ընտրությունների ժամանակ մի մարդու նման տնով, տեղով, ընտանիքով պիտի գնաք եւ ձայն տակ ինձ, ուրիշ ոչ մեկի։ Ոչ Ռոբիկական, ոչ Սերժական բոզի տղեկին եւ ոչ էլ Նիկոլական, ինձ։ Որ ես այդ Պոչամբարի մոտ ծսնեմ այն մարդուն տնով, տեղով, ընտանիքով, ով որոշել է բերի այդտեղ դպրոց սարքի։ Սա պետական դավաճանություն է։ Սա տերոր է իմ սերնդի, իմ մատխաշ սերնդի դեմ։ Ստեղ Թուրքիան կարա այդ չխառնվի։ Այն բոզի տղությունը, որ անում են այսպես կոչված Հայաստանի ընդդիմությունը պարլամենտական եւ կառավարություն կոչվածը ոչ կարա թուրքը խառնվի, ոչ կարա Ադրբեջանը խառնվի, ոչ մեկ։ Մարզպետը, չգիտեմ ինչա կանա, քաղաքապետը Ռոբի, ձեն չկա, չասեմ Պոչամբարի մոտ, ինչ դպրոց, ինչ մանկապարտեզ, ինչ բնակելի շենք, խոմ դուք բոզի տղա չեք։ Բայց ոչ, այլտեղ չկար դպրոց սարքելու Պոչամբարի մոտ էր, դպրոցը մանկապարտեզը։ Ու եթե հիմա դուք սիրելի ծնողներ, այսքանից հետո, ձեր երեխին պիտի ուղարկեք կտրել, դուք եք բոզի տղա։
Դուք բոզի տղա եք, որովհետև դուք գիտակցելով, որ ձեր երեխան այդտեղ դպրոցում մանկապարտեզ գնալով լավը ծռվելու է, հիվանդություններից մինիմում վարյա գնալու եւ ուղարկում եք, դուք բոզի տղա եք։ Ես ուշա ինձ զենքը տաքսանից հետո թե չտակ ես խորոպած ունեմ։ Եթե մի մայր գիտակցելով երեխուն տանեմ կողքամա թույնի բերալ, բոզի տղա է, վերջ։ Մի հատ գրել էին Գևորգ Փասյանը լավ մարդ է, բայց Գևորգ Փասյան, քիչ ես բարձրաձայնը, հա? Այ քառակուսի գյոտ։ Հելել են, նյութ են գրել, հայտարարություն։ Էս անուղեղը։ Արթուր Գևորգյան, ուրա, Գասպարյան, Վովայի փեսա։ Արթուր Գևորգյանից Եվ Աննա Գասպարյանից որպես ապուրինի գույք կը բռնագանձվի 668 միլիոն 194 հազար 872 դրամ կը բռնագանձվի Ուրեմն 2018 թվականից են որ հելանք ամբողջ ազգով տնով, տեղով, խորոված անելով, ճամփեկը փագելով, ծեծ ուտելով, բորում ենք մերժի Սերժին, 18 թվից, մինչև այսօր, Գասպարյան Վովայի փեսա Արթուր Դավթյանից, Գևորգյանից, մինչև հիմա բռնագանձում են, 668 միլիոն, հլը մեկ ասի ոնց, Արթուր Գևորգյան այդ Ամերիկայա, Ես եմ անձամբ տեսեք ընիկ երեխու հետ ինքն էլ ինձ ատես է են հունական սննդի կենտրոնում Կալիֆորնիայի այդ ամենահետամնաց գեղերից մեկն ու մեկում թե ոնց է հանդիպանք չհասկացած մեկ ես չիմացա թե ինչու դու չիմացար թե ինչպես Ալեքսեյ Հեքիմյան հանդիպեցինք մեկ-մեկու Հիմա առաջանում է հարց 2018 թվից մինչև այսօր կբռնագանձվի Աննա Վարդապետյան այդ կան երբ ի կատար ածվելու այս 6 տարի է կբռնագանձվի դուք հասարակ կաբինետ որը որ Արթուր Գևորգյանը փագելա բանալին հետը տարերա այդ օվկիանոսից ենկոմ դրելա դարակի մեջ կնկանարը պարտքերա 2018 թվից մինչև այսօր դուք մի հատ կաբինետ չեք կարում բացեք, որ ձեր թաղապետ բոզիս տղեն Վազգենի քվոր նստի իա կաբինետում որովհետև Դավթաշենի թաղապետը մինչև հիմա նստում է փող թաղապետի կաբինետում, այլ ոչ թե թաղապետի որովհետև Արթուր Դավթյանը այդ կաբինետը փակել է, այդ դուռը հնարավոր չի բացել Այդպես բանալի չի արտադրվում, չկա, այդպես բան չկա, պիտի անպայման Արթուր Գևորգյան կոչված ղախպեն, այդ բանալին տա, որ սրանք դուրը բացեն, չկա, բանալի չկա դուր, ու Վազգենի քուր բոզիս տղեն, որ Պարուլ Հարիկյանը պիտի կոկնգան ծծծնի, ու կծծծնի, սուս տստել են, ինչ հանենք, մեր Արթուրն է, ու այդ թաղապետ բորնիկիս տղեն, ասում էր Վարդան Ղուկասյաննա, Վարդան Մամիկոնյաննա, թե Վարդան Ղուկասյաննա, բայց չասեմ